Բարև ձեզ, Factor TV հյուրը ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն է, ողջույն պարոն Սեֆիլյան։ Կառավարության կայքում հրապարակվել է Արցախյան հակամարտության կարգավորման մոտ 13, այսպես փաստաթուղթ, նամակ եւ այլն, ասենք Սերժ Սարգսյանի նամակը Պուտինին կամ Մինսկի խմբի համանախագահների 2016 փակագծերում 19 թվականների առաջարկը օրինակ փաթեթային լուծում ենթադրող տարբերակով նախատեսվում էր Ադրբեջանի 7 շրջանների վերադարձ կապող միջանցք պահպանելով կարգավիճակի որոշումը համաձայնեցված ժամկետում ՄԱԿ-ի ԵԱՀԿ-ի ներքո իրականացնել հանրաքվեով եւ հարցի կամ հարցերի ձևակերպումը որևէ կերպ չէր սահմանափակվի, սա ընդհանրապես իհարկե փաստաթուղթ էր, առաջարկեր, որը քննարկում էին եւ եթե լիներ համաձայնություն կընդունեին իհարկե։ Այդ դուք ինչպես եք գնահատում այս բանավեճը, սա բանավեճի արդյունքում հրապարակված փաստաթուղթ է նախկին եւ ներկա իշխանությունների միջեւ։ Կարծում եմ մեծ հաշվով նախընտրական ժամանակաշրջանում ժողովրդին պիտի զբաղեցնեն, մի բանով պիտի զբաղեցնեն, դե չէ, կարելի է այդ համատեքստում դիտարկել այս ամեն ինչը։ Կարևոր չի անցյալի քննությունը։ Դե ինչու այսօր, հա, ինչու ոչ 21 թվականի սկիզբը, հա, կապիտալ, այսպես ասած, նոյեմբերի 9-ի հայտարարությունից անմիջապես հետո ինչու ոչ այժմ, բարձր է որ այս ամեն ինչը հետապնդում է նախընտրական նպատակներ։ Միջայլոց ես չեմ հասցրել անշուշտ ամբողջությամբ նայել ինչ է հրապարակվել, բայց արձագանքներին հետևելով հասկանալի է դարձել, որ մեծամասամբ այնտեղ նոր բան չկա հրապարակված։ Բացի երևի միայն 19 թվականի առաջարկությունից, որը մեծ տարբերություն չի նախորդ առաջարկություններից։ 16-ի համեմատային։ Եվ լինելով այս տասնամյակներին այս ամեն ինչի մեջը, բարբերաբար որ տարբեր փաթեթներ, որ առաջարկվել են կողմերին եւ ինչ-ինչ պատճառներով ոչ մի լուծում տեղի չի ունեցել, դա նրանից չէր, որ միջազգային միջնորդությունը այսպես ասած խնդիր ուներ այս հագամարտությունը անպայման լուծելու, այդպեսի խնդիր չկար։ Բարձր է որ ովքեր որ թաթախված էին այդ միջնորդության մեջ, ամեն մի երկիր հետապնդում էր ինքը իր շահերը եւ մենք բոլորս հասկանում ենք, որ Արցախյան խնդիրը, հայ-ադրբեջանական խնդիրը նոր խնդիր չէ, հարյուրամյակներ օգտագործվել են տարբեր կայսրությունների կողմից, այսինքն առնվազն հա մինչ սովետական միության ձևավորումը եւս հայ-ադրբեջանական հակամարտությունները օգտագործվել են։ Եվ եթե լուծում լիներ, այս ուժերը էլ անելիք չեն ունենա մեր տարածքում։ Այո, եւ այդ ամեն ինչը շատ հասկանալի էր եւ ցավալին այստեղ այն է, որ մենք չլինելով ինքնուրույն ինքնիշխան վիճակում, մենք չօգտագործեցինք այդ 30 տարիները գայացնելու մեր պետությունը, հզորացնելու մեր պաշտպանությունը եւ չհասնեինք եւ չունենայինք 2020 նոյեմբերի արդյունքը։ Մենք ավելի շատ պետք է խոսենք ոչ թե այս փաթեթների բացահայտումների իբրև թե այնտեղ ինչ-որ գաղտնիքներ կան, այնտեղ ոչ մի գաղտնիք էլ չկա։ Ինչպես ասեցի, սա միայն մեր ժողովրդին մոլորեցնելու նպատակ է հետապնդում եւ ցավալին այն է, որ այսօր բացի իշխանությունների այդ նախաձեռնողականությունից տարբեր ինտիմատիվ շրջանակներ շատ կարծես խանդավառվել են այս ամեն ինչով եւ փորձում են անմիջապես հագադարձել փաստարկներով, հիմնավոր ինչ-որ ելույթներով կամ օրինակ միտք է հայտնվում, որ 19 թվականին եթե այս իշխանությունները ընդունեին այդ առաջարկությունը, ապա 20 թիվ դեղի չեր ունենա, դա անհետաչություն է, այսինքն ովքեր որ այն գարձիկ են հայտնում այսօր կամ նույնիսկ վստահություն են հայտնում ասելով, որ եթե ընդունվեր 19 թվականի առաջարկությունը, ապա պատերազմ չէր լինի։ Կնեք ասում են միջազգային խաղապարներ կմտնեին, Ադրբեջանը կընդուներ որ Լեռնային իրենց այդ վստահությունը որտեղից որ ադրբեջանական կողմը ընդունելու էր դա։ Ես վստահ եմ, որ ադրբեջանական կողմը չէր ընդունելու։ Ավելին մենք գիտենք, որ ադրբեջանական կողմը դասնամյակներ է պատրաստվում էր պատերազմի։ Ավելին մենք
Լավրովյան պլանից էինք տեղյակ։ Այսինքն ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ժամանակ, դա Լավրովյան պլանի վայրակ արդացոլանքն էր։ Վայրակ պատերազմի մենք առնվազն 2000, եթե չեմ սխալվում, 10-11 թվականից հավանաբար Լավրովյան պլան տերմինը տրվել է շրջանառության մեջ, եւ մենք բարբերաբար դեղեցությունները ստանում էինք, որ ռուսական կողմը բնդում է իր այդ ծրագիրը եւ հասկացնելով, որ ուշ թե շուտ դա դեղի է ունենալու։ Եվ անցան տարիներ, երկար տարիներ եւ վերջո նրանք կարողացան ձևը գտնել այդ պլանը իրականացնելու։ Պարոն Սեֆելյան, որի հետևանքներ, որի արդյունքներ 44-օրյա պայմանավորված պատերազմը։ 2016 թվականի օգոստոսի 5-ին Սերժ Սարգսյանը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին, ես ամբողջությամբ այդ 5 էջերը չեմ կարող իհարկե մեջբել, բայց մի քանի կտոր, հա, ասում է ադրբեջանական սկզբում տարածքներ հետո մնացած բոլոր հարցերը բանաձևը չափազանց վտանգավոր է, կարող է կարգավորման գործընթացը փակուղի տանել, առաջ քաշելով նոր մաքսիմալիստական պահանջներ, գործնականում Ալիևը պահանջում է լուծել միայն իր խնդիրները, փոխարեն առաջարկելով միջանկյալ կարգավիճակի ամորֆ տարբերակ, հարակվեի բացարձակ մշուշոտ անորոշություններով լի տարբերակ, հեռանկար փորձելով վերանայել 2009-ի պայմանավորվածությունը միջանկյալ եւ վերջնական կարգավիճակների վերաբերյալ, թեև մի որոշակիություն կա, ադրբեջանական կողմի ակնհայտ ձգտումն է կոշտ կերպով սահմանափակել ապագա հանրաքվեի օրակարգը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում եւ Ադրբեջանը իր վրա պարտավորություն չի վերցնում Լեռնային Ղարաբաղում ապագա հանրաքվեի, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ հղում է անում իր օրենսդրությանը, որ եւ հրաժարվում է այսպես վերջնական իրավական կարգավիճակի հարցի լուծումից միայն իր օրենսդրության եւ տարածքային ամբողջականության մեջ է դա դիտարկում։ Սա այն շրջանը, երբ որ Սասնա ծռերը գրավել էին, հա, ոստիկանության գունդը մի քանի օր հետո, երբ որ Սասնա ծռերը զենքերը վայր են դնում, Սերժ Սարգսյանը այս նամակը գրում է Պուտինին նման բովանդակությամբ։ Ո՞րն է ձեր մեկնաբանությունը։ Ես ամբողջությամբ չեմ գարտացել, այսինքն ընդհանրապես չեմ գարտացել, բայց պետք է գարտալ անշուշտ, բայց ինչ որ մեջբերեցիք, ես դրա մեջ, ասենք, բացի մտավարժանքից ուրիշ բան չեմ տեսնում, այստեղ վերադառնալով գլխավոր հարցին, այսինքն Արցախյան խնդրին, մենք բոլորս հիշում ենք, որ Արցախյան շարժումը սկսվել էր միացման նպատակով, այլ ոչ թե անկախ պետություն դառնալու նպատակով։ Եվ ամբողջ խնդիրը, որ այս 30 տարիներին մենք ոչ մի հաջողություն չենք ունեցել եւ այդ 30 տարիների ընթացքը ի օգուտ ադրբեջանական կողմին է եղել, դրա պատճառը եղել է այն, որ մենք արդեն 90-ականների սկզբին հրաժարվեցինք մեր գլխավոր գաղափարից, մտքից, միացումից եւ Մոսկվայի հրահանգով, որովհետեւ եթե մենք առաջնորդվեինք սկզբնական տրված նպատակի առաջնորդությամբ, այսինքն Արցախը համարվում էր անբաժանելի մասը Հայաստանի, նաև ոչ միայն պատմականորեն, ոչ միայն արդարություններ այդպես պահանջում, նաև միջազգային իրավունքի փաստարկումներով մենք այդ ամեն ինչը ունեինք։ Բնականաբար Մոսկվային դա ցերնդու չէր, որովհետև եթե այդպես շարունակվեր, այս խնդիրը լուծվելու էր մեծ հաշվով եւ այլևս նրանք չէին կարողանալու այս հարցը օգտագործել բարբերաբար այս սրգովգասում իրենց շահերը առաջ մղելու համար։ Եվ 90-ականների սկզբին իրենց ենթականների միջոցով եւ Երևանում եւ Ստեփանագերդում շեղեցին այդ ամեն ինչից եւ մինչ այսօր այդ շեղված ուղով ենք մենք գնում եւ դա էր գլխավոր պատճառը, որ Թշնամին, այսինքն Ադրբեջանը համարձակվեց ռազմական գործողություն իրականացնել մեր նկատմամբ։ Այսինքն նա հիմնավորելով միջազգային հանրությանը, ասելով, որ Հայաստանը օկուպացրել է իմ տարածքները, ես ազատագրում եմ իմ տարածքները։ Այն դեպքում հագարակն էր, այսինքն եթե մնայինք մենք մեր նպատակներին հավատարիմ եւ երբեք չշեղվեինք եւ երբեք չմոգոնեինք անկախ Արցախ խաղալուց, այսօրվա հարցակում, այսինքն 20 թվականի
հարձակումը գտիդարգվեր որպես ագրեսիա Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ բարձրավոր այդ ագրեսիայի մենք թիմակայելու իրավունք ունենք, պաշտպանվելու իրավունք ունենք, բայց այսօրվա դրությամբ հագարակն է։ Գլխավորը սա է եւ որի մասին ոչ ոք չի խոսում։ Ոչ մի ինտիմատիր շագերտավոր ինտիմատիր շրջանակ այս մասին չի խոսում, որովհետեւ բոլորն էլ այս 30 տարիների ընթացքում կառավարվել է մի գետից։ Գնայք Փաշինյանի մեղքը ո՞րն է։ Օրինակ եթե լսենք նախկին նախագահների թիմեն, ասենք Ռոբերտ Քոչարյան եւ Տեր-Պետրոսյանը ուղիղ նրան մեղադրել են պատերազմ սադրելու մեջ, ասելով Արցախը Հայաստան է եւ վերջ Սերժ Սարգսյանը այդպես ուղիղ չի մեղադրել, ավելի շատ մեղադրել է բանակցություններ տապալելու, չգիտեմ, Գյանջայի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու մեջ, բայց նա մի քիչ տարբերվում էր, էլի, այդպես ուղիղ պատերազմի մեջ չի մեղադրել։ Ինչ եք մտածում այս հարցի շուրջ։ Փաշինյանի մեղքը այն է, որ նա Սերժ Սարգսյանի հետ նախորդ պայմանավորվել է, որ ինքը երբ իշխանությունը վերցնի, պետք է գադարի այս գործողությունները եւ դրա մեջ մտնում էր Արցախի հանձնումը։ Իսկ Արցախը Հայաստանը եւ վերջ կարգախոսը դրանք բոլոր պատերվակներն է, հիմա միդումնավոր է հայտարարությունները թե չէ երկրորդական են։ Այսինքն այստեղ շատ կարեւոր է թե ինչու Սերժ Սարգսյանը իր իշխանությունը զիջեց 18 թվականին Փաշինյան Նիկոլին։ Նա շատ լավ հասկանալով, որ Լավրովյան պլանը կյանքի է գոչվելու, արդեն ամիսներ է մնացել, կամ շատ մոտ է, եւ նա ճուզենալով այդ ամբողջ մեղքը, հա, տավաճանական այդ գործընթացը իրեն վերակրելու, նա արդեն դարիներ առաջ ունեցել է ծրագիր իր փոխարեն բերելու մեկին եւ այդ ամեն ինչը այդ մեկի միջոցով կյանքի գոչելու։ Իսկ ինքը ինչու՞ Սա է իրականությունը։ Սրա, այսինքն այսօր Փաշինյանին եւ Սերժ Սարգսյանին դարանչադում են, դա անհետեթություն է։ Իսկ ինչու ինքը չէր կարող դա անել ձեր կարծիքով։ Իր ժամանակ տեղի չէր կարող։ Նրանց հույսը հետեւյալն է։ Չուներ լեգիտիմություն, չէր կարող կառավարել ներքաղաքականություն։ Լավրովյան պլանը սկզբնական շրջանում առաջնահերթորեն պիտի 5 շրջանների զիջումը տեղի ունենար, այսինքն Ագնան եւ հարավային հատվածի շրջանները եւ իրենց հույսը այն էր եւ Լավրովյան պլանի գլխավոր նպատակը ռուսական զորքերի նորից վերաթարցներ այսօր Կովկաս։ Գլխավոր նպատակը դա է եղել։ Եվ ուրեմն հայկական կողմը, այսինքն Սերժ Սարգսյանը ընդունելով այդ ամեն ինչը, նա հասկացել է, որ այո, կան ռուսական զորքերը, այո, մենք կզիջենք 5 տարածքները, դա հայտարարությամբ զիջել հնարավոր չի, դա անպայման պիտի պայմանավորված պատերազմով տեղի ունենա։ Հա, դա 40 ներողություն 2016-ի քարորիա պատերազմը վկա։ Հա, մենք տեսանք մեր ժողովրդի եւ ճակատում ինչպիսի թիմադրություն տեղի ունեցավ եւ նաեւ երկրեն ներս ինչեւ ԲԲԶ նաեւ նաեւ ԲԲԶ-ի ազատագրումով ինչպիսի թիմադրություն ցույց տվեց հայ ժողովուրդը։ Այդ մարդիկ հասկացան, որ առանց պայմանավոր պատերազմի որևէ ընդհանրապես ասենք պատմության մեջ չի լինում հող զիջել առանց արյուն թափելու, հա, այսպես է, ցավոք։ Նրանք այդ ամեն ինչը Սերժ Սարգսյանը տեսնելով եւ հասկանալով, որ ուրեմն 5 շրջանները պիտի վերաթարցվեն, ռուսական զորքերը պիտի վերաթարնան եւ ռուսական զորքերը վերաթարնալուց հետո պիտի որոշ չափով գայունություն տեղի ունենա եւ դեղի ունեցած, այսպես ասած, բարդության ամբողջ մեղքը պիտի տրվեր ոչ թե իր վրա, այլ Փաշինյանի վրա։ Եվ նրանց պլանը այն էր, որ այդ, այսպես ասած, այդ բոլորից հետո այդ ամեն ինչի պատճառով պետք է Հայաստանում ալիք բարձրանար եւ դեղի ունենար իշխանափոխություն։ Որի արդյունք հետևանքը ելի պիտի լիներ այնպիսի շրջանակներ, որոնք պիտի շատ հավատարիմ լինեին մոսկովյան շրջանակներին։ Այսինքն Սերժը սպասարկեց այս ամեն ինչը, սակայն ինչպես տեսնում ենք, պատերազմը ինքը նման է գրագի հետ չեն խաղում։ Եվ ինչպես ականատես եղանք մենք բոլորս, նույնիսկ ռուսական կողմը չէր ակնկալում ինչպիսի արդյունք կարող էր լինել։ Այսինքն այո, նրանք սկզբնական ժամանակահատվածում շատ ուրախ էին, որ կարողացան վերջիվերջո իրենց զորքերը վերադարձնել Արցախ, բայց այդ օրերին մենք նկատեցինք
թուրքական կողմի, ադրբեջանական կողմի մաքսիմալիստական պահանջները ռուսական կողմի բարբերաբար այդ փախումները, որոնք դեղ ունեցան ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական, մենք հիշում ենք այդ ամեն ինչը, Վերդալյոտի խփնվելը եւ այլն, ամեն ինչը հիշում ենք եւ այդ ամեն ինչի մասին կարելի է մի օր ավելի մանրամասն։ Այո։ Եվ վերջում մենք տեսանք աշխարհակահաղական այնպիսի զարգացումներ դեղի ունեցան Ուկրաինայի պատերազմի պատճառով եւ այլն եւ Ռուսաստանի թուլացման պատճառով արդեն ադրբեջանական կողմը արիթը փաթ չթողնելով ոչ միայն 5 շրջանները վերցրեց, բոլոր շրջանները վերցրեց, ներառյալ լղիմը, ինչպես սովետական ժամանակ ասում էին, եւ չբավարարվել ամեն ինչը նաեւ ամբողջությամբ դեղահան արեցին հայությանը։ Այստեղ ռուսական կողմը հույս ուներ, որ նույնիսկ կբահբանվի 15-20,000 մարդ այնտեղ, որոնց պատճառով իր ներկայությունը շարունակել, ռազմական ներկայությունը կարողանալ շարունակել։ Ահավասիկ տեսակ թուրքական կողմը ինչ փաստի առաջ կանգնեց ռուսական կողմին։ Կուզեմ ասել ոչ միայն այստեղ Սերժ Սարգսյանն է իր հաշվարկներով սխալ դուրս եկել, այլ նույնիսկ մոսկովյան, այսինքն կամ ռուսական կայսրությունը, որը պատճառը Ուկրաինայի դեմ պատերազմներ եւ ոչ հաջող Այո, եւ ոչ միայն Ուկրաինայի այդ պատերազմը, այլ մենք գտնվում ենք այնպիսի դարիների մեջ արդեն, որտեղ նոր աշխարհակարգ է ձևավորվում եւ առաջիկա դարիներին եւս որ լինելու է պատերազմական դարիներում, պատերազմական դարիներ աշխարհի տարբեր անկյուններում, այո, այս Կարելի է ասել երրորդ համաշխարհային պատերազմից ենք խոսում, սակայն բարդատիր չէ, որ այսինքն այս պատերազմը նման լինի նախորդ համաշխարհային պատերազմներին։ Սա այլ բնույթ պիտի գրի այդ պատերազմը, բարբերաբար տարբեր ճակատներում դեղի են ունենալու մեծ բռնկումներ, հետո զինաթաթարներ, հետո նորից բռնկումներ, հետո նորից զինաթաթարներ, միջև այսպես ասած հաստատվի նոր գարկերը, որ փորձում են այսօր հզոր ուժերը այդ գարկերը հաստատել։ Այս իմաստով, ասենք ոչ միայն Ուկրաինայի պատճառներ, այսինքն արդեն այդ նոր գարկերի հաստատման պատճառով աբակային Ռուսաստանին այլևս նախքին իր գայսերական գործառույթները չի դրվելու։ Այդ գործառույթները իր ցերքից վերցվելու են, խնդրեմ, վգան Սիրիայում դեղի ունեցածը, վգան Արցախից նրանց դուրս գալը, Սյունիքից համարյա դուրս գալը, շուտով ամբողջ Հայաստանից են դուրս գալու, կամ նույն տեսնում ենք մենք Օվկիանոսից այն կողմ իրենց հավատարիմ դաշնակիցների բարդություններին, որ ականատես շուտով կլինենք Վենեսուելաներում եւ այլն։ Այսինքն մեծ փոփոխությունների շեմին ենք եւ բարձր որ հայտնի շախմատիստը կամ շատեր չեն կարողացել ամբողջությամբ հաշվել, որ անհաշվելին։ Եվ սկիզբը Արցախյան պատերազմն էր, հա, ռուսական այս նահանջի նկատի ունենք, այսինքն թվում էր այն նոր կառուցվածքը, որ Ռուսաստանը իր համար պատկերացնում է զորքեր Արցախի տարածքում, Ուկրաինայի զավթում, հնազանդություն։ Ես կասեի այսպես, հավանաբար ռուսական կողմը ստապար դեղեկացված լինելով, որ այդ այսօր մենք խոսում ենք աշխարհակարգի փոփոխություն, վստահաբար գայսրությունները դա շատ ավելի առաջ տեսած պիտի լինեն, հավանաբար այդ ամեն ինչը կանխատեսելով ռուսական կողմը ուզեց կանխարգելիչ գործողություններ իրականացնել, մինչև այդ աշխարհակարգի ցանկի գոչվելու գործընթացը սկսելը, այսինքն եւ դա ցավոք տեղի ունեցավ առաջին հերթին մեր մոտ, հետո Ուկրաինայում եւ հետո պետք է շարունակվեր, եթե Ուկրաինայում հաջողություն ունենար։ Տեսեք, այսօր իշխանականները ասում են, որ 2019 թվականի փաստաթղթին Հայաստանը պաշտոնապես չի պատասխանել։ Սա գիտեք առանցքային պահ է, այս իշխանության դեմ այն մեղադրանքն է գեներացվում խորհրդանական ընդդիմության կողմից, որ ընդունեիք 19-ի խաղաղ պլանը, չէր լինի պատերազմ, զոհեր չենք ունենա, տարածքային կորուստներ չենք ունենա, բանակը այսպես ներողություն արտահայտության համար ջարդված չէր լինի եւ կպահպաներ իր նախնական եւ զորեղ տեսքը, կարճ ասած կար խաղաղության 19-ի պլան, որտեղ իհարկե Ռուսաստանը առանցքային դերակատարություններ ունենալու, բայց դա կկանխեր պատերազմը կամ, չգիտեմ, Արցախի շուրջ ստատուս քվոն մի քիչ էլ կերկարեր։ Փաշինյանը, երբ որ նա թիմակիցներն ասում են չենք պատասխանել այս փաստաթղթին, նրան ասում են դուք չեք բանակցել, հրաժարվել եք բանակցություններից եւ Ադրբեջանը պատերազմ է սկսել ստանալով առիթ։
Ինչ եք մտածում այս հարցի շուրջ, պարոն Սեֆելյան։ Ստեփան քիչ առաջ խոսեցինք այս մասին Այո, ես մի քիչ բացենք այս մասին եւ ասացի, որ դա խաղացան պլան չէ։ Այսինքն նախորդ դասնամյակներում բարբերաբար որ մենք ստացել ենք դարբեր փաթեթներ եւ բարբերաբար որ հայկական կողմը համաձայնվել է կամ չի համաձայնվել, պատերազմ ենք ստացել։ Չենք ստացել։ Պատերազմը հասունանում էր, պիտի դեղի ունենար։ Դա ընդհանրապես կապ չունի 19 թվականի առաջարկության հետ։ Այդ պատերազմը պիտի դեղի ունենա։ Ավելին ասեմ, նորից եմ ասում, այդ ովքեր ասում են, հնչեցնում են այդ միտքը։ Նրանց վստահությունը որտեղից, որ այդ առաջարկությունը, որ սեղանին տրված է եղել, ադրբեջանական կողմը պիտի համաձայնվեր։ Ով ասում են, թող Հայաստանը համաձայնվեր ապա կառուցողական։ Նախորդները այդպես է եղել։ Հայաստանը համաձայնվել է, միշտ Ադրբեջանն է չի համաձայնվել, պատերազմ է եղել, չի եղել։ Պատերազմը ունի պատերազմ լինելու պատճառները կամ հանգամանքները, թե երբ հնարավոր են պատերազմը, դա այլ դեղում է, այդ փաստաթղթերում չի։ Իսկ անհետեթություն է։ Չեք կիսում, հա։ Պարոն Սեֆելյան, իսկ դուք Հայաստանի շուրջ իրադրությունը հիմա ինչպես եք պատկերացնում։ Կա Ադրբեջանի հետ, այսպես ասենք, խաղացան process, նախաստորագրված է եւ ստորագրման ենթադրություն կա առնվազն կա նաև ռուս-ուկրաինական պատերազմ, որտեղ տեսնում ենք, որ Ռուսաստան բավականին մաքսիմալիստական պահանջներ է դնում, այդ թվում Ուկրաինայի զորքերի դուրս բերում այն տարածքներից, որը նա դեռ չի հասցրել զավթի, կա ամերիկյան կողմից այսպես ակնարկ Ուկրաինային, որ մենք պատրաստ չենք ձեզ այդպես անընդհատ ռեսուրսներ տալ, պետք է ինչ-որ լուծումների գնալ, թեև իհարկե ՆԱՏՕ-ն զենք գնում է ԱՄՆ-ից եւ տալիս է Ուկրաինային, եվրոպացիները տեսնում ենք ինչքան կոշտ դիրքորոշում ունեն հոգուտ Ուկրաինային նրա անվտանգության հարցն է բարձրաձայնվում, այս process-ները ձեր կարծիքով ուր են տանում եւ Հայաստանի վրա ինչ նշանակություն կարող են ունենալ։ Նախ ասենք որ ինչպես ասեցի, պատերազմները դակավին առաջիկա տարիներում շարունակվելու են։ Կարող է դեղի ունենալ զինադադար, բայց գար ժամանակ հետո նորից բռնգումներ, նոր ճակատների բացում, նույն եթե զորօրինակ ուկրաինական ճակատում եթե դեղի ունենա զինադադար, ասենք ես չեմ բացառում, ավելի շատ մեծ հավանականություն եմ տեսնում Ռուսաստան, Եվրոպա արձակատմանը։ Դա դրա մասին այսօր շատերն են խոսում։ Պուտինը չի խուսափում Եվրոպայի դեմ պատերազմից։ Այո, գուզեմ ասել, անհանգիստ ժամանակները, պատերազմի ժամանակները դակավին մեր առջևում են։ Ինչ վերաբերում է մեր հետ կապված այս իրավիճակին, վերադառնալով 5 տարի առաջ մեզ բոլորովին պետք չէր, հա, նոյեմբեր 9-ի նման հռչակագիր, մեզ բոլորովին պետք չէր խաղաղության պայմանագիր, մեզ պետք էր զինադադար ընդամենը։ Եվ անշուշտ այդ զինադադարը պիտի ոչ թե չօգտագործվեր այդ ժամանակահատվածի ինչպես նախորդ 30 տարիներին, այլ այդ զինադադարի ժամանակահատվածը պետք է օգտագործվեր նախապատրաստվելու պաշտպանության, Արցախի ամրացման, ասենք մենք Քարվաճարից որ դուրս չգայինք, ինչ էր լինելու, ինչ էին անելու, նորից պատերազմ էին սկսելու։ Ով ասեց, որ մենք չունեինք ռեսուրս ադրբեջանական զորքերին մաշեցնելու։ Ով ասեց, որ չունեինք ռեսուրս։ Եթե մենք թիմեինք համապատասխան մարտավարության, շատ հանգիստ այդ նպատակին հասնեինք կամ ով որոշեց, որ Արցախի ամբողջ բնակչությունը պատերազմի ընթացքում պետք է այնտեղ մնա։ Ով որոշեց։ Մարդիկ մեծամասամբ 44-օրյա պատերազմի ժամանակ շատեր արդեն իրենք որոշելով, հա, եկան ավելի ապահով տարածքներ Հայաստանի տարբեր շրջաններ։ Հետո որ այսպես ասած պատերազմը դադարեցրին, նորից հadoop աշխատանք ջիկ տապեցին, որ ամբողջ կանայք երեխայք նորից վերադարձնեն Արցախ։ Դա պատճառ դարձավ նաև մեր պաշտպանողականությունը այնտեղ խոցելի դառնալու։ Այսօրվա ժամանակները 92-94 ժամանակները չէին։ Եթե այդ ժամանակ մեծ թերագադարում ուներ մեր թիկունքում հայապնակ գյուղերը չդատարկվեին, այսօր այդ ժամանակները չեն։ Եվ նորից եմ ասում, ով ասեց, որ մենք չունենք այդ հնարավորությունը։ Մենք ասենք կանանց եւ երեխաներին մենք բերեինք Հայաստան ապահով եւ հա դարեց մարդկանց կանանց մայրերին, երեխաներին եւ դարեց մարդկանց բերեինք Հայաստան
եւ այնտեղ մեր բանակին ձեռքերը ազատ էինք։ Դեսնենք Ադրբեջանից ինչ կմնար։ Վստահաբար մի քանի ամիս նրանք մեր լեռներում մաշվելու էին եւ հետո մենք անցնելու ենք հակահարձակման։ Ով ասեց որ հայկական կողմը ռեսուրս չուներ, բայց հարցը ամբողջ այն է որ մեր երկիրը չի կառավարվում հայկական շահերը սպասարկող հայ մարդկանց կողմից։ Այս ամբողջ ցավը։ Եվ այս է պատճառը որ մեզ այսօր այս դաշտակի առաջ են կանգնեցրել։ Իսկ Ռուսաստանը մեզ զենք կտար, եթե հաշվի առնենք որ 20 թվի պատերազմը, ինչպես նշեցիք, Լավրովի պլանի վայրագ ձևակերպումներ պատերազմի միջոցով, պիտի որ շահագրգիռ չլիներ հայկական կողմի։ Ռուս-թուրքական պայմանավորվածությամբ է տեղի ունեցել։ Ասածս այն է մեր զենքի շուկան հիմնականում չէ, այդպես չի, Արևմուտքը պատրաստ է եղել, եւ Ֆրանսիան է պատրաստ եղել, եւ Միացյալ Նահանգները, անցամբ ես 44 օրյա օրերին, ես ով եմ, իմ շատ սահմանափակ ծանոթություններ ունեցող մարդ, գտել էինք գապ Միացյալ Նահանգներում շատ հարմար գներով, բավական արդիական զենքեր, դակավին ժամանակ ուկրաինական պատերազմը չկար, բայց հետո որ ուկրաինացի զենքերը ստացավ, ուրախացան ուկրաինացիք։ Այդպիսի զենքեր շուտ հասցնելու հնարավորություն կար։ Անցամբ ես ցուցակով, բանով, Ղարաբաղյան շենք եմ մտել, աշխատակազմին ներկայացրել եմ եւ այլն, ոչ բան չեն արել։ Չէ, ընդհանրակը այդ օրերին բարձր որ ռուս-թուրքական գողմը այդ ժամանակահատվածը նրանք ընդրել էին Միացյալ Նահանգների ընդրությունների նախորդող ամիսներն է որ միշտ այդ ամիսներին կարելի է օգտագործել, բայց միաժամանակ այնպես չէ որ Միացյալ Նահանգները եթե որոշում ունենային որ այդ պատերազմը չլիներ գլիներ, վստահաբար եթե ուզենային չլիներ չէր լինի։ Այստեղ եւս մենք մեր այս դասնամյակների սխալ քաղաքական դիրքավորման պատճառով մենք մեր քաղաքական բադիժը ստացել ենք որպես երկիր, որպես ժողովուրդ։ Այսինքն նույն Արցախում, երբ որ տասնամյակներ շարունակ Ռուսիայի ընտագա հլու հնազանդ, ղեկավարությունը հայկականության հետ կապ չունեցող անել միայն քայլեր, որոնք միայն ու միայն ցերնդու են Ռուսաստանի շահերին, այդպիսի էլիտան հանդուրժելով մենք 30 տարի հանդուրժել ենք այդ էլիտան, հանդուրժելով այդ էլիտան մենք այդ պատճառով բադիժվեցինք եւ այսպես եթե շարունակվի, այդպես շարունակվեր, նույնը կարող էր այս մնացած հատվածի հետ դեղի ունենալ։ Բարեփոխտաբար այսօր աշխարհակահաղական զարգացումները որոշ չափով նաև իօգուտ մեզ են դեղի ունենում եւ այդ պատճառով այսօրվա մեր Հայաստանը արգա է։ Քիչ հաճ ասեցիք իրավիճակը ինչպես կգնահատեք։ Եթե ասենք տրիպից որ խոսում ենք, բարձր որ այնտեղ թուրքական կողմը միջանցք է ուզեցել, միջև այժմ տրանս ուզածը միջանցք է, եթե ամերիկացի չմիջամտեին, նրանք այդ միջանցքը բարդացրելու են ռազմի ուժով։ Մենք հիշենք այս տարվա հունվար, փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին խոսույթը հիշենք ոչ միայն ադրբեջանական կողմի խոսույթը, նաև թուրքական կողմի խոսույթը հիշենք եւ իմ համոզմամբ Միացյալ Նահանգների միջամտությունը գլխավորապես այդ ագրեսիան կանխելու նպատակով։ Կնայեք այն ժամանակ նախագահի անվտանգության հարցով խորհրդականն էր խոսել Հաջիևի հետ եւ ագրեսիայի այսպես բացառումը ըստեյության պահանջել եւ պետքարտուղարը փորձել էր Ալիև հետ խոսել նաեւ Հայաստան ղեկավարի հետ, ուզում եմ ասել այն ժամանակ ջանքերը եւ Վիտկովի այցը Մոսկվայից հետո Բաքու իջնելը եւ ուզում եմ ասել այդ ժամանակ այդ ջանքերը ակնհայտ են նաեւ Իրանի վրա հարձակման այսպես ենթադրություններ կան եւ լուրջ այստեղ հետեւյալն է խնդիրը։ Այո, Միացյալ Նահանգները կանխեց ռազմական ագրեսիան, թուրքական կողմի ռազմական ագրեսիան, թուրքական կողմը ասելով ես նկատի ունեմ երկուսը, մասնավորապես այստեղ գլխավոր գործիք ադրբեջանական կողմն է, սակայն ցավալին այն է, որ քանի որ մենք գտնվում ենք, քիչ առաջ ասեցինք, նոր աշխարհագարքի ձևավորման փուլում, նաև այդ քանի որ այդ փուլում այս տարածաշրջանից ռուսական ազդեցությունը պիտի հնարավորինս թուլանա, շատ թուլանա եւ այդ թուլացման ռուսական ազդեցության թուլացման կամ փոխարինման
հարցում ցավոք Միացյալ Նահանգները օգտագործում է թուրքական կողմին։ Այս վերջի մի քանի տարիների մեր գլխավոր մտահոգությունը, մեր ասելով ես նկատի ունեմ բևերի։ Եվ այո, ռազմական ագրեսիան թույլ չեն տալիս, սակայն մնացած հարցերում թուրքական կողմից ձեռքերը ազատ է։ Եվ մենք տեսնում ենք ինչպիսի վիճակում է գտնվում, այսինքն մեր վրա հարձակումները ինքնության հետ կապված, տնտեսական հարձակում ասենք կամ բազմաթիվ այսօր խնդիրներ կան, որ շատեր ասում են, ինչ պատահեց, ինչու հիմա այսպես է տեղի ունենում կամ ինչ պատահեց, որ հիմա որոշեցին եկեղեցու վրա այսպիսի հարձակում սկսեն։ Նոր իմացան, որ կաթողիկոսը գուսագրոն չէ եւ այլն։ Խախտել է գուսագրոնության հարցը։ Եվ այս պատճառով մենք վերջի ամիսներին մասնավորապես եւ վստահաբար առաջիկա շաբաթներին եւ հավանաբար մի քանի ամիս շատ ժամանակ չունենք, բևերի դիրքավորումը ներազգային դաշտում մրցակցային չէ։ Մենք տասական ընտրությունների նախօրյակին չենք գտնվում եւ մրցակցությունը այսօր կդիտարկվեր շատ անհեթեթ։ Մեր նպատակը հնարավորինս լայն համախմբում ձևավորելն է դեմը առնելու այս թուրքացման, այսինքն մեր քանի որ իրավիճակը մենք գնահատում ենք այսպես որ, մեր երկիրը կանգնած է թուրքացման վտանգի առաջ։ Այս վտանգը բոլորս միասին պիտի անգնենք։ Այս վտանգը հնարավոր չէ այս վտանգի դեմը առնել իրար հետ մրցակցելով։ Մենք բոլորս գիտենք ավտորիտար իշխանությունների օրոք ինչպիսին են լինում, մենք բոլորս գիտենք այս 30 տարիների ընտրությունները ինչպես են տեղի ունեցել։ Այս ամեն ինչը տեսնելով, նաև տեսնելով այս թուրքացման վտանգը եւ շարունակել դակավին տարբեր քաղաքական ուժեր նախապատրաստվել իրար հետ մրցակցելու, թե ով պիտի ավելի մեծ հաջողության հասնի ընտրություններին։ Մենք կարծում ենք դա այժմ ճիշտ չէ։ Այնպես չէ, որ մենք առհասարակ որպես քաղաքական քաղաքապարական ուժ հրաժարվում ենք մրցակցությունից առհասարակ, բայց գկա դրա ժամանակը, մրցակցելու ժամանակը գկա, բայց մրցակցելու ժամանակը հիմա չէ։ Եթե մենք հիմա մրցակցության հանգամանքը մի կողմ չթողնենք, ընդհանրապես մրցակցելու ժամանակ կարող էլ չկա, եղածն էլ կկորցնենք։ Եվ այս իմաստով շատ վտանգավոր օրեր ենք ապրում, հուսով ենք վերջո գիտակցությունը շատերի մոտ կերիշխի վտանգի եւ լրջության գիտակցություն եւ վերջապես մեզ կհաջողվի լայն համախմբումից որ խոսում ենք, մենք բնականաբար նկատի ունենք նախկին նախագահների ակտիվությունը, նրանք հնարավորինս պիտի մեկ կողմ քաշվեն, որովհետեւ դեղի ունենա այդ լայն համախմբումը։ Մի միտք էլ ասեմ, այս հատվածը ամփոփենք։ Ինչպես ես քիչ առաջ ասեցի, ցավոք արևմուտքը չէ նաև Միացյալ Նահանգների գլխավորությամբ Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու գործողությունում նրանք օգտագործում են թուրքական կողմին, սա բարձ է, եւ այս պատճառով այժմ մենք կարող ենք ասել ռեգիոնում, մասնավորապես Հայաստանում աշխարհակահաղական այն ուժերը, որոնք խաղում են, նրանց մոտ միացայնություն է, նրանց մոտ համախոհություն է, որ ներկա իշխանությունները պետք է շարունակեն իշխել։ Այսպիսին է իրավիճակը։ Այս ամեն ինչը տեսնելուց հետո դակավին մենք մրցակցելու բան ունենք։ Դա անհետեթ չէ։ Ուստի ինչ պետք է անել։ Այո, շատեր կասեն, այս ինչ հուսահատական վիճակ է։ Երբեք հուսահատական չի։ Ամեն վիճակ իր այդ ծանր վիճակից դուրս գալու լուծումները միշտ էլ կարելի է գտնել։ Ես ասպես ձևակերպում եմ, ուրեմն մենք դատաբարտված ենք ձևակերպելու, այսինքն ներազգային այնպիսի իրավիճակ ստեղծելու, որի հետևանքով, որի արդյունքում այդ աշխարհակահաղական հայտնի մասնավորապես նաև արևմուտքում այդ ձևավորված կարծիքը, որ գործող իշխանությունները եւս պետք է որոշ ժամանակ շարունակեն գործել, նրանց այդ միացայնությունը, նրանց այդ համախոհությունը, այդ մտքի շուրջ դա մենք պետք է բեկանենք։ Եվ դա միայն ու միայն հնարավոր է Հայաստանում այդ մեծ մոբիլիզացիա, քաղաքական մեծ մոբիլիզացիա իրականացնելուց հետո ժողովրդային մեծ մոբիլիզացիա իրականացնելով։ Այդ փաստի առաջ որ մենք կանգնեցնենք գլխավոր խաղացողներին,
հնարավորությունը մեծ է, որ նրանք վերանայեն իրենց այսպես ասած համախոհությունը արգա ստատուս քվոին եւ վերջապես հնարավորություն տան հայ ժողովրդին ինքը իր ազգային շահերին դեր կանգնելու։ Շնորհակալ եմ, պարոն Սեֆիլյան, զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում հյուրընկալել ենք Ժիրայր Սեֆիլյանին։